Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եզրափակել է Արմենիա միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը։ Փակման համերգին կայացել է ֆլեյտայի և լարային նվագախմբի համար իտալացի ժամանակակից կոմպոզիտոր Անդրեա Բատիստոնիի գրած կոնցերտինոյի հայաստանյան պրեմիերան։ Որպես մենակատար հանդես է եկել ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին Իտալիայից, որպես դիրիժոր Մանուել Նավրին Գերմանիայից։ Նույն երեկոյի ընթացքում նվագախումբը կատարել է Բեթհովենի Կորիոլան ստեղծագործության նախերգանքը և ճակատագրի սիմֆոնիան։ Ասնավուր հավերժ մեղեդիներ խորագրի ներքո Հայաստանի պետական կամերային երգչախումբը և մենակատարները հոկտեմբերի 7-ին հանդիսատեսին են ներկայացրել Ազնավուրի ամենասիրված երգերի բազմաձայն մշակումները դասական կատարողական ոճը միավորելով ժամանակակից լուծումների հետ։ Երեկոյի ընթացքում հնչել են հանրաճանաչ ստեղծագործություններ՝ Բոհեմ, Դեռ երեկ, Մեռնել սիրելով, Նրանք ընկան, Քեզ համար Հայաստան և այլ սիրված երգեր։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել Ստեփան Լիսիցյան 160 խորագրով ցուցահանդեսի բացումը, նվիրված անվանի ազգագրագետի Հոբելյանին։ Բանախոսները անդրադարձել են Ստեփան Լիսիցյանի դերակատարությանը թանգարանագիտության, հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում։ Ստեփան Լիսիցյան 160 ցուցահանդեսում ներկայացված են ձեռագրեր, արխիվային լուսանկարներ, դաշտային հետազոտություններից ձեռք բերված նյութեր և անձնական իրեր։ Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 80-ամյակի շրջանակում վերաբացվել է Բոյաջյան ցուցասրահը, նկարելով մտածել մարմինը որպես բնորդ խորագիրը կրող ցուցահանդեսով։ Ներկայացվել են ֆոնդերում պահվող նկարներ, հեղինակները տասնամյակներ առաջ արվեստի այս բուհի ուսանողներ են եղել։ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սիմֆոնիկ Եվրոպա խորագրով երեկո են պարգևել հանդիսատեսին։ Համերգի ընթացքում հնչել են Էդվարդ Էլգարի ջութակի կոնցերտը անվանի ջութակահար Մայքլ Բարենբոյմի կատարմամբ և Տիգրան Մանսուրյանի պարտիտը։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շունչ թատրոնը հոկտեմբերի 13-ին պրեմիերա կներկայացնի։ Բեմադրիչ, բեմանկարիչ Սարգիս Շողունցը և խորեոգրաֆ Անդրանիկ Միքայելյանը բեմադրել են Հովհաննես Թումանյանի Թմբկաբերդի առումը ստեղծագործությունը։ Ստեղծագործական թիմի համար այն պարզապես ներկայացում չէ, այլ արմատներին վերադառնալու, պատմության հերոսական էջերը նոր սերնդին փոխանցելու ցանկություն։ Ներկայացումը նախատեսված է մեծերի և երեխաների համար։ Պրեմիերան հոկտեմբերի 13-ին կներկայացվի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում, 14-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Կան գարուններ, որոնք գալիս են աշնանը, ջերմացնելու սիրտը և երեկոն։ Արցախ կամերային նվագախումբը գարնանային հոգեթով և անկեղծ երեկոյի է հրավիրում։ Հոկտեմբերի 13-ին կամերային երաժշտության տանը կկայանա Արցախ կամերային նվագախմբի համերգը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նարեկ Ախնազարյանի հետ նվագախումբը կներկայացնի Դվորժակի, Բրիտենի, Բարբերի ստեղծագործություններից։ 25-րդ ժամը ներկայացումը ընտանեկան հարաբերությունների մասին է։ Աշխատանքն ու պարտավորությունները ազդում են մեր հարաբերությունների վրա, մնում ենք միմյանց կողքի, բայց իրարից օտարված։ Մարդիկ ապրում են էկրանների մեջ, գրառումներ անում իրենց կյանքի մասին, բայց մոռանում են իրական շփումների ու հանդիպումների մասին։ Կարինե Խոդիկյանի պիեսը բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։ Շունչ թատրոնը 25-րդ ժամը ներկայացումը առաջարկում է դիտել հոկտեմբերի 15-ին ժամը 19:30-ին Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում։ 25-րդ ժամը Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա լատվիացի ջութակահարուհի Բայբա Սկրիդենի հետ։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Միրզոյանի, Բրիտենի, Մոցարտի ստեղծագործություններից։ Որպես դիրիժոր հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Հայաստանի ակունք ազգագրական պետական համույթը հանդես կգա ակունքի հոպոն համերգով։ Երեկոն նվիրվում է հայ երգարվեստի երախտավոր համույթի հիմնադիր կազմի անդամ մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանին, հոպոյին։ Սարգիս Բաղդասարյանը համերգի ընթացքում կներկայանա համույթի այցեքարտը դարձած եւ սիրված երգերի կատարումներով։ Համերգը կկայանա հոկտեմբերի 26-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում։